Կիբերհարձակումների նոր ցիկլոնում է հայտնվել Հայաստանը։ Այս անգամ թիրախավորվել են վճարունակ համարվող տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ծրագրավորողներ, լրագրողներ, բժիշկներ, երաժիշտներ եւ ոչ միայն։ Ծեղծարարները ուսումնասիրում են անձնական, սոցիալական եւ մասնագիտական կապերը, դիմում այն մարդու անունից, ում նկատմամբ տուժողը կասկածներ չի կարող ունենալ։ Այնուհետև խաղարկվող սցենարը բոլորի համար նույնն է։ Կեղծ ծանոթը գրում է, երկար բարակետը զրուցում է ինչ-որ քնից տեղից, հետո ասում է, որ ԱԱՑ-ն քեզնով հետաքրքրվել է, որովհետև ինչ-որ լուրջ բան կա, բայց մի վախեցի, ես պատմեմ եմ քո մասին, որ դու լավ մարդ ես, տենց ազնիվ եւ այլն, ուղղակի հետները համագործակցի։ Դրանից հետո զանգում է կեղծ ԱԱՑ-ի աշխատողը, որ արդեն ռուսերեն է խոսում, արդեն զանգով է, մինչև այդ գրվելով է։ Ու ասում է, որ ձեր հաշվին Ադրբեջանից մի քանի միլիոն դոլար են փոխանցել ապօրինի, ուրեմն սա հայ-ադրբեջանական համատեղ հետաքրքրություն է, ու հիմա դուք պետք է շտապ գումարը ձեր բանկի անցկացնեք ու փոխանցեք ԱԱՑ-ի հատուկ հաշվին, որ մենք պահենք մինչև այս հացելուց։ Տուժողին տրամադրում են բնականաբար կեղծ հաշիվ եւ արագ գործելու հորդորով խուճապի մատնված մարդուն դրդում քայլի, որից հետո գումարը փոխանցվում է անհայտ ուղղությամբ անվերադարձ։ Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով հայտնի դեպքերից կորզված գումարների չափերը հասնում են տասնյակ հազարավոր դոլարների, երբեմն նույնիսկ 100,000-ի։ Խոսակցությունը գրավոր առաջին նախնական թարգմանիչով է, լավ թարգմանիչ է, բայց թարգմանիչով է, եւ մի շարք բաներ խոսում են նրա մասին, որ գրողը ռուսախոս է։ Հիմա Ռուսաստանից է, Ղազախստանից է, Ուկրաինայից է, եւ այլն չգիտեմ, բայց այդ բանը կարող եմ ասել։ Նման զեղծարարությունների բացահայտման դեպքերի հաճախ չես հանդիպի։ Նրանք գործում են նախապես մշակված բանաձևերով, խելացիորեն ընտրելով ժամանակահատվածը, տվյալ պահին մարդկան շահագրգռող թեմաները։ Քննադատական մտածողությունը մարդու համար կենսական հմտություն է։ Այն չի նշանակում ամեն ինչ ժխտել, այլ ենթադրում է հասկանալ, ստուգել, եզրակացություն անել բանականությամբ։ Սեփական գլուխը ուրիշ պաշտպանության միջոց չկա ստեղ։ Այսինքն բանակ հասկացելի բանի դեպքում պետք է ուրիշ միջոցով կապնվել են մարդու հետ, ով իբր ձեր ծանոթներ ու ճշտել արդյոք դա ինքնա թե ոչ։ Կիբերանվտանգությունն այսօր դարձել է ազգային անվտանգության, հանրային վստահության եւ թվային կառավարման հիմնաքարը։ Հաշվի առնելով համաշխարհային մակարդակում աճող եւ զարգացող կիբերսպառնալիքները, կառավարությունը նախաձեռնել է ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումներ, որոնք ուղղված են պետական եւ մասնավոր կառույցների միջև հստակ համակարգված պատասխանատվության, անվտանգության միասնական չափորոշիչների եւ արձագանքման մեխանիզմների ձևավորմանը։ Օրերս Կիբերամիս 2025-ի բացման արարողությանը նշել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։